Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը Հայաստան կայցելի մարտի 19-ից 20-ին հայտնում է Եվրամիության ներկայացուցչությունը։ Տարածված հաղորդագրությունում անդրադարձ կա նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, Հայաստանի համար Եվրամիության դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակում նախատեսված փաթեթի վերջնական նախագծին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանին վերաբերող Բաքվի դատարանի որոշումը ոչ միայն արդարադատության իրացում էր, այլև 30-ամյա հակամարտության խորհրդանշական եւ տրամաբանական ավարտ։ Նա ասել է, թե հակամարտությունից հետո խաղաղության նորակարգ նախաձեռնելով Ադրբեջանը նաև ապահովել է, որ նրա բնորոշմամբ պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին պատասխանատվության ենթարկեն։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գեսերը նրան շինծու մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը արդարադատության ծաղր է որակել։ Բաքրատ arczepiskopos Գալստանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց, դատախազը երամսյա ժամկետով երկարաձգման միջնորդություններ ներկայացրել։ Որպես հիմնավորում նշվել է, թե գործը նախնական դատալսումների փուլում է եւ Բաքրատ Սրբազանը կարող է խոչընդոտել ընթացքին։ Նրա փաստաբան Հովհաննես Խոդոյանը հայտարարել է, որ այս գործով միակ իրավական որոշումը կլինի գործի կարճումը։ Ինքը Բաքրատ arczepiskopos-ը նշել է, որ չի ընդունելու տնային կալանք խափանման միջոցը, ինչպես նաեւ գրավը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը եւ հողատարածքում զննություն է կատարվել։ Փաստաբան Էմին Խաչատրյանն ասել է, որ գործողությունը կատարվել է ոչ թե նրա բնակության հասցեում, այլ մեկ ուրիշ առանձնատանը։ Փաստաբանը շեշտել է, հարուցված քրեական գործը Գագիկ Ծառուկյանի հետ որևէ կապ չունի, այն հարուցվել է դեռևս 2020 թվականին, առինչ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել զննել մի քանի, այդ թվում Ծառուկյանին պատկանող հողատարածքը եւ իրենք որևէ առարկություն չեն ներկայացրել։ Հունգարիայի կառավարությունը հնարավոր է համարում Ուկրաինային գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը ի պատասխան Կիևի կողմից Դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի տարանցման արգելափակման։ Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գեգե Գույաշը նաեւ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները անընդունելի է որակել։ Նախորդին էլ Բուդապեշտը հայտարարել էր, որ Ուկրաինային դիզելային վառելիք չի մատակարարի այնքան ժամանակ, մինչև չվերականգնվի նավթի փոխադրումը Դրուժբա խողովակաշարով։ Ուկրաինայում Դրուժբայի վնասումը հանգեցրել է նավթի մատակարարման խափանման նաեւ դեպի Սլովակիա։ Այս երկրի կառավարությունը նավթարդյունաբերության ոլորտում մարտակարգ դրություն է հայտարարել։ BBC հեռուստաընկերության տեղեկություններով բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի կրտսեր եղբորը Էնդրու Մաունտբեթեն Վինձորին։ Նշվում է, թե Էնդրյուն ձերբակալվել է պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով։ Նա սկանդալի կենտրոնում հայտնվեց ամերիկացի ֆինանսիստ մանկապղծության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով։ Դրա հետևանքով Էնդրյուն զրկվեց արքայազնի եւ մի շարք այլ տիտղոսներից։